Բարև ձեզ, Factor TV հյուրը ազգային ժողովի պատգամավոր Գեգամ Նազարյանն է, ողջույն, պարոն Նազարյան։ Ձեր կարծիքով ո՞րն է հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրությունների արժեքը կամ գինը Հայաստանի Հանրապետության համար, թեև 3.5 ամիս կա, բայց եթե հետևեն քաղաքական դիսկուրսին, խոստանում են հազարավոր աշխատատեղեր, խաղաղություն, այն մյուսը արժանապատիվ խաղաղություն, այն մյուսը Չինաստանին ու Ռուսաստանին են բերում Թրամփի ուղին երաշխավորելու, մի խոսքով տարբեր խոստումներ մեր հեռուստադիտողներին զգուշացնեմ դեռ շատ բաներ նրանք լսելու, բայց ամեն դեպքում ո՞րն է ձեր կարծիքը արժեքի վերաբերյալ կոնկրետ։ Շատ բարդ հարց տվեցիք, բազմաճյուղ, բազմավեկտոր, բայց ես ասեմ, արժեքը գիտեք որն է, որ մենք եւս մի քայլ անենք դեպի պետականության ամրապնդման։ Դա ո՞րն է լինելու։ Դա լինելու է առողջ ընտրությունը։ Այսինքն ես վստահ եմ կամ ես ուզում եմ, որ հաղթի ընտրություններում Հայաստան պետությունը, չհաղթի Խոպանչին, չհաղթի այս պահին փող բռնողը, չհաղթի Գեում գունես գլուխդ քորին, հաղթի պետությունը եւ ես վստահ եմ, որ այս անգամ պետությունը կհաղթի, բայց արդեն հետո խոսակցությունը արդեն պետք է մտածենք լավ հաղթանակը ամրապնդելուց հետո ուր ենք գնում, ինչ ենք անում։ Դեք ես շատ ակամա անդադ համեմատում եմ 26-ի հունիսի ընտրությունները 95-ի հունիսի ընտրություններին։ Ինչով են նման կամ տարբեր։ Որովհետև էլի հետ պատերազմյան առաջին ընտրությունն էր հրադադարի կնքումից խաղաղության, այսպես ասած, գոնե հրադադարով խաղաղության հաստատման զինադադար կամ ասենք անցել էր 1 տարի արդեն, ճիշտ է, որոշ տեղերում դեռ պահպանվում էին, ասենք Շամշադինի հատվածում, եւ եկել էր պահը, երբ որ մենք հրաշալի հնարավորություն ունեինք Հայաստանը տանել ճիշտ ճանապարհով։ Բայց այն ժամանակ հաղթած էր Հայաստանը, այս անգամ առավել եւս, ես եկեք ես չեմ ուզում այդ պարտություն հաղթանակի մասին շատ խոսել, ես դրա մասին խոսեմ երևի 20-30 տարի հետո կխոսեմ այդ մասին։ Հիմա չեմ ուզում ինչ-որ վնասեմ իմ խոսքով, ինչ-որ գործընթացների, բայց այսինքն կրիտիկական կետ եք առավել եւս, այո, առավել եւս, երբ որ այն ժամանակ հաղթած էր ու դու կարող էիր մի քանի ճիշտ քայլերով Հայաստանը տանել մի շատ լավ գեղեցիկ տեղ, բայց հաղթեց Եղուն գունես գլուխդ քորին, հաղթեց Խոպանչին, հաղթեց փող բռնող տղեն, հաղթեց Հայաստանը արժեք չհամարողը։ Կասեք ինչպես, այնպես որ այն մարդիկ, ովքեր ակտիվորեն մասնակցում էին փողոցային պայքարին, ովքեր սովետական տանկերի տակ էին պառկում, ովքեր գաղափար էին դրել, հանկարծ 95 թվականի ընտրությունների նախօրեին հայտնվեցին հետնասենյակներում։ Իրենց փոխարեն եկան փողկապավոր նկուղներում կամ Մոսկվաներում թաքնված տղաները ստեղծեցին հանրապետություն միավորումը, բայց ժողովուրդը դա չհասկացավ, ժողովուրդը ասում էր, այս ՀՀՇ-ն էս ինչ անում, այս ՀՀՇ-ն ինչ անում։ Այսինքն այդ խավը եկավ գրավեց եւ խաղաղությունը մսխեց։ Հիմա դուք նման ռիսկ տեսնում եք։ Տեսնում եմ, այո, տեսնում եմ, որ էլի գալու են խժռեն այդ պատերազմի ժամանակ ծանր վիճակում, փափուկ տեղերում, տարբեր տեղերում, պահկված, անհետացած, գլուխը դուրս չբերողները, որոնք փող ունեն եւ կարողանում են ճարպկորեն տեղավորվել։ Այ ես դրանից մտավախություն ունեմ։ Այսինքն պատերազմից փախած մարդիկ, ովքեր իրավունք գիտեք, բառից բուն եւ ոչ բուն իմաստով։ Այո, եւ հենց զուտ կոնկրետ պատերազմից եւ այդ իրավիճակից, որովհետեւ ոչ միայն մարտի դաշտում պատերազմի դաշտում էր դժվար էր
այստեղ որտեղ կրակոտ չէր լսվում, այստեղ դժվար էր որոշում կայացնելը, դժվար էր քայլ անելը, դժվար էր բացատրել մարդկանց, թե ինչու պետքա նման որոշում կայացնեմ, այդ ժամանակ այդ մարդիկ չկային, չէին երևում։ Իրանք իրենց փողերն էին աշխատում։ Հիմա արդեն իրենք մեզանից լավ գիտեն, որ խաղաղությունը հաստատվել է եւ եկել է վայելելու ժամանակը եւ հիմա մեր բոլորի խնդիրն է առողջ մարդկանց։ Այդ տղեկին թույլ չտալ, որ անեն Հայաստանի հետ նույնը, ինչ արեցին 95-ից հետո։ Ես վստահ եմ, որ 95 թվին, եթե չստեղծվեր այդ չարորակ հանրապետություն միավորումը եւ ՀՀՇ-ն իր ռեսուրսներով, իր տղերքով այդ իրենք ժամանակին կգտնեին եւ ռացիոնալ լուծումները եւ չէին գնա հասնի ծայրահեղությունների եւ վերջում կանգնեինք այս չգիտեմ ինչ ասեմ աղետի առաջ։ Հասկացա, այդ տեսեք ձեր կարծիքով օրինակ երբ որ քաղաքացիական պայմանագրի падգամավորները ասում են այս ընտրությունները այն մասին են թե Հայաստանում իշխանության կգա պատերազմի ուժը թե խաղաղության ուժը իրենց բնականաբար դիրքավորում են որպես խաղաղություն բերած ցույց տալով օգոստոսի 8-ի եւ այլն դա այսպես շառանել է ընդդիմադիր ուժերի վրա կամ հաջող քաղտեխնոլոգիա է կամ վախեցնել է։ Ոչ։ Իրենք մեծ հաշվով ճիշտ են ասում, որովհետեւ կնեք, բայց ընդդիմություն չի ասում ենք պատերազմի։ Չէ, տեսեք ամեն ինչ կարելի է, գիտես, քաղաքական գործի համար մի քիչ էլ տիրապետում է, ինչ ասես կարող է ասի, հետո ասի ես այս նկատի ունի, այն կամ ես ասել եմ, որովհետև ես պիտի ասեի, այդ չէի ուզում։ Չէ, իրականում մարդիկ լավ ֆիքսում էին, որ ինչ տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը ասեց այն ինչ որ փաստ է, ասեց Արցախը ճանաչում եմ Ադրբեջանի մաս։ Բոլորը ընդդիմադիր հատվածը ասեցին դավաճանես դու Արցախը հանձնեցիր։ Մանիպուլյացիա, որովհետև իրանք էլ լավ գիտեին, որ այդ ասելով չի Արցախը Ադրբեջանի կազմում, ասենք դե յուրե Արցախը աշխարհը միշտ էլ ընկալել է որպես Ադրբեջանի կազմում։ Հիմա հանրությունը ընկալում է, չէ, որ այս մարդիկ եթե լինեին Նիկոլ Փաշինյանի փոխարեն, իրենք ասելու են չէ ու չէ, Արցախը մերն է եւ այս կոնֆլիկտը առնվազն շարունակվելու է։ Չասեմ լայնածավալ պատերազմով, բայց մարդիկ տենց են, չէ, ընկալում։ Եթե մեկը ասում է, գիտես, դու քեզ ասում, ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է պիտի չճանաչես, չէ։ Հա Ուրիշ բան չի կարա նշանակել։ Չես կարա կիսա ճանաչես, կիսա չի կարա լինի։ Ասենք ադրբեջանցիներն էլ, ասենք միամիտ երեխեք չեն էլի, որ ասեն, վայ, հա ճանաչում են, բայց ասեն չէ, տեսար ոնց խաբեցինք չճանաչեցին։ Որ Ադրբեջանն ասում է, եթե չես ճանաչում, ես էլ քոնը չեմ ճանաչում եւ զավթում եմ քո տարածքները։ Հա, դե ասենք դա բան է, այնքան པարզ է։ Դրա համար եմ ասում, այդ պնդումը, բայց այդտեղ ուրիշ խնդիր կա։ Այո, մեծ հաշվով մարդը պետք է ընտրի գնահատի նույնիսկ ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, ինչերի միջով գնաց։ Ինքը հասկանում էր, չէ, որ իրեն ինչ ասես ասելու են, բայց ասենք գնաց ուղիղ դժվար ճանապարհով։ Այսինքն ասես լավ հերիքա, լավ տղա խաղանք, գնանք Հայաստան պետությունը պահելու, ամրապնդելու ճանապարհով։ Եվ նրան թուրք, դավաճան, իհարկե, բնականաբար, դա հեշտ բան է, գիտես, եթե հիմա ես սկսեմ ասել, որ ոնց թե մենք ինչպես ենք հանդուրժում ռուս-թուրքական 21 թվականի պայմանագիրը, ես գիտեմ միջազգային ընկերություններ, կազմակերպ, որոնք մեզ աջակցելու են այդ հարցը լուծելու, հայ, ինձ հաստատ դավաճան չեն ասելու, բան չեն ասելու, կարող է մի երկու հոգի ասես ով այս պոպուլիստ ստախոսը, բայց ամեն դեպքում դավաճան չեն ասելու։ Բայց եթե ես ասեմ, գիտեք, մենք պետքա ուզենք թե չուզենք ընդունենք, որ Կարսը այս պահին Թուրքիայի Հանրապետության մաս է, ինչքան էլ որ հայկական թագավորության մայրաքաղաք է։ Դուք ռուսա-թուրք ագենտ կդառնաք բանից։ Միանգամից։ Ապազգային։ Դե հիմա ինչքան պետք է այս մանկական խաղը շարունակենք։ Մարդիկ դա տեսնում են, չէ՞ որ
ով է իրանց խափում, ով չի խափում։ Իմ մտահոգությունը, գիտեք, հիմա ուրիշ տեղ է, որ այս, ասենք, մի քանի հոգու տառապանքների վրա ստեղծված մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը չգա մի քանիսը մսխեն, որը ես այսօր տեսնում եմ, ցավոք սրտի, տեսնում եմ։ Ու ես չեմ կարող դրա մասին չբարձրաձայնեմ, բարձրաձայնում եմ, որ մարդիկ ուշադիր լինեն, որովհետև տղերք կան ճարպիկ, որոնք sense մտնում են, հետո կմտնեն ուրիշ խաղի մեջ, հետո այլ խաղերի մեջ, եւ վերջին հաշվով մենք պետք է տեսեք, եթե զուտ մեր մոտ քաղաքական դաշտը դասական իմաստով քիչ թե շատ ձևավորված լիներ, ուժեր կան, որոնք ասենք չէին էլ առաջադրվի, չէին էլ մասնակցի, որովհետև այնպիսի սխալներ են թույլ տվել, օրինակ Գյումրիում աջակցելով Վարդանիկին, պատկերացնում եք, քաղաքական ուժը Վարդանիկին այդ կերպարին, որը անդադար թաղված էր ինչ-որ հանցագործ պատմությունների մեջ, պայթյուն, չգիտեմ, ճնշում, բան, երբ ասենք մի քիչ տարիքով մարդիկ, երբ որ հիշում են իր ժամանակ, երբ որ ինքը Գյումրիի քաղաքապետ էր եւ ոչ միայն, անդադ լուրերը Գյումրիից այն մասին էին, ինքը ում նեղեց, իր ընտանիքը ում նեղեց եւ այլն։ Քաղաքական ուժը գնում է այդ մարդուն աջակցում է, որ Գյումրիում քաղաքապետ դառնա։ Ու այդքանից հետո ասում է եկել եմ Հայաստանում ժողովրդավարություն հաստատեմ, ես փոխելու եմ, ես իրանք էլ սխալը արել ես, դուրս ես մղվում այս քաղաքական պայքարից առնվազն X տարի, բայց մեր մոտ դա չի աշխատում, իրանք ուրիշ հաշվարկներ ունեն։ Ասում է հայերենը պետք է մենակ միայն պետական լեզուն չլինի, պետք է ռուսերեն ու անգլերեն։ Սամվել Կարապետյանի առաջարկն է, ինչքան գիտեմ։ Այո, նման առաջարկ անողը հաջորդ պահից վերջը, արդեն ինքը մեծ սխալ թույլ տվեց, դուրս է մղվում, որովհետև առողջ հասարակությունը էլ կասեն տղեկ դուք ով եք, դուք մեր պետության ինչն եք, էլի էս ինչ առաջը, կամ այն կիքսերը էլ չեմ ասում, որ ասեցին, իմ համար սա է ամենամեծ խնդիրը, կամ ոնց կարող է, ասենք, չգիտեմ, մենք մեր պետությունը վստահենք մեկին, ասում են բանում հիվանդանոց է սարքե, Վանաձորում, Տժվժիկի պատմությունն է, տեսել եք այդ հայտնի ֆիլմը, Ներսես աղբարը վերջում ինչ արեց, այն որ անդադ ասում է, ես Ներսես աղբարի համար տեսա մի սառա, վերջում ասում է, դու կոմիսն էլ դու էլ իսկականից, հերիքա, ասենք սարքել ես լավ ես արել, բայց դա որևէ մեկին հիմք չի տա, գա մտնի քաղաքականությունը որոշում կայացնի, մանավանդ որ ինքը հայկական իրականության հետ որևէ կապ չունի։ Դե օրինակ ինչքան հասկացանք ուժեղ Հայաստան կուսակցությունը դա Սամվել Կարապետյանի եւ նրա շուրջ համախմբված մարդիկ են կփոխեն սահմանադրությունը հանուն նրա, որ նա վարչապետ դառնա։ Այսինքն հանուն նրա, որ Մադագասկարի քաղաքացին Հայաստանում վարչապետ դառնա, ճիշտ է։ Չէ, Ռուսաստանի եւ Կիպրոսի։ Չէ, դե չեն նշելու սահմանադրությունում, որ Ռուսաստանի եւ Կիպրոսի նշելու են արտերկրի քաղաքացիություն ունեցող, չէ։ Միգուցե ցենզը պետք է հանվի, հետ են մտածում, որ այդ պահանջը Մադագասկարի քաղաքացին կարող է Հայաստանում վարչապետ դառնալ։ Բայց չէ որ նա բարեր արել, հայ ազգի զավակ, շատ ներողություն։ Լավ բաներ է արել մեզ համար։ Հիվանդանոցներ է կառուցել Արցախում օրինակ։ Տեսեք, դա ինչ կապ ունի քաղաքականության եւ պետություն ղեկավարելու հետ։ Ես էլ հակառակը կասեմ։ Կասեմ, բա ինքը ինչի ամեն թաղամասում տաշիր պիցա կառուցեր, թողեր տեղի փոքր բիզնեսմենները գոնե այդ ոլորտում մի փոքր կայանային։ Ինչու եկավ այդ շուկան գրավեց։ Կասեմ, չէ, ես էլ այդ կասեմ, դե թող պատասխանի։ Մեծահարուստ մարդը պիցայանոց է բացում։ Դե բարերարները այդպիսին են լինում։ Ես տենց բարերար չեմ ճանաչում։ Դե նաև լոզունգը ուժեղ բառն է, որ Փաշինյանը թույլ է եւ ծնկած, մենք ուժեղ։ Ինչու ոչ։ Փաշինյանը եթե թույլ է ու ծնկած, ուրեմն իրանք էլ են թույլ ու ծնկած։ Որտե Փաշինյանը այս երկրի ղեկավարն է։ Չէ, իրենք չեն պարտվել։ Ճիշտ է, իրենք չեն պարտվել։ Գիտեք ինչու։ Որտե պատերազմի ժամանակ Սամվել Կարապետյանի կազմակերպությունը Հայաստանին ու Ադրբեջանին
հավասարաչափ նույն կոչներ ուղում, այսինքն իրեն դնելով մի երրորդ կողմ Հայաստանին ու Ադրբեջանին ինչ-որ զենքը վայր դնելու թե զինադադար կնքելու կոչ էր անում։ Մեր տղեկը կռվում էին, ինքը կոչ էր անում։ Ու հիմա եկել են, ուզում են ասեն, որ հերոսների ծնողները պետքա իրանց լսեն, իրանց հավատան, ինչ է թե իրենք Վանաձորում հիվանդանոց, խնդրում եմ, ես անկեղծ եմ ասում, լինեի պետության ղեկավար, որևէ մեկին թույլ չէի տա Հայաստանում հիվանդանոց սարքի։ Որը ես պետություն կկարողանայի սարքի, չէի թողի, որովհետև վաղը միսօրը տեր մեկ ոնց են երեսով տալի։ Ասում եմ, եթե մենք հիվանդանոց սարքել ենք, ուրեմն մենք պետք է գանք ձեզ ղեկավարենք։ Չի լինում նման բան։ Չի կարելի անել նման բան։ Եվ ես Սամվել Կարապետյանին կոչ եմ անում վերադառնալ այն իր Սամվել Կարապետյան վիճակին, երբ որ ինքը բացատրում էր, թե ինքը ինչու քաղաքականությամբ չի զբաղվում։ Հայտնի տեսանյութ կա։ Թող վերադառնա այդ տեսանյութին։ Ես չեմ ուզում, իրենք խաբում են։ Փող բռնող տղերքը մի լավ փող են աշխատելու, հետո էլ ասելու են դե Սամվել ջան, իշխանությունները տակիզն են ճնշին, բռնացրին, մարդկանց նենց վախացրին, վախեցան գան քվեարկե, մեզ խոստացել էին, բայց դե չեկան։ Վերջում ինչ։ Հա, Սամվել Կարապետյանը շատ փող ունի, կասեմ ոչինչ։ Բայց արդյունքում մի քանի հոգի լավ շահելու է, նոր տները առնելու, նոր բնակարաններ առնելու, նոր ավտոմեքենաներ առնելու։ Պլյուս մի քանի հոգի էլ մտնելու են խորհրդարան։ Կարծում եք իր ինչին է պետք Հայաստանում քաղաքականությամբ։ Ոչ մի բանին պետք չի։ Ոչ մի բանի։ Դե օրինակ իշխանության ներկայացուցիչներ ասում են մեզնից կառավարությունից նկատի ունեն արտոնություն է ստացել, այսինքն այնպես չի որ բիզնեսը ճնշվել է, բայց նա չէ, բայց նա մտավ, այսպես ասենք, քաղաքական դաշտ, թեև այդպես հրապարակային իր առաջին քայլը նույնիսկ չենք տեսել կամ համարենք եկեղեցու պաշտպանություն, հաճախ ասում են նաև նա պատժվում է Փաշինյանի կողմից եկեղեցուն պաշտպանել, դա արդեն պլանավորված էր, որ պետք է գար ու այդ հայտարարություններն են մտածված մենք մեր ձևով, արդեն անունն էլ էին որոշել, որ մեր ասեցին Սամվել, մի հատ տենց կասես մենք մեր ձևով բան կանենք։ Դա այնքան պարզ տեխնոլոգիա է, պրիմիտիվ։ Ես զարմանում եմ, այդքան փող ունեցող մարդը այդպես մակարդակի տեխնոլոգներ ա վարձում։ Էդ էլ են, էլի։ Հետո գնում ասում են, գնում են մեկին փող են տալիս, իբր սոցհարցում անողը, ասում են ընկեր հանկարծ որ հարցնեն, կասես այսքան փող են քեզ տվել, այդտեղ էլ է մի լավ փող աշխատում, հետո բերում են ասում են շեֆ, հələ նա ինչքան բարձր բան ունես, վարկանիշ ունես, այդ մարդն էլ քաղաքականությունից տեղյակ չի, անտեղյակ մարդ է։ Գուցե բիզնեսից լավ է հասկան, բայց քաղաքականությունից չէ։ Ես անկեղծ այդ մարդու համար ցավում եմ, նույն ձև ցավում եմ Գագիկ Ծառուկյանի համար։ Բայց դե որ մեծ մարդ են խափնվում են, ինչ ասեմ։ Էլի իր կողքի շրջապատը փողա բռնելու, իրանք հետո ասելու են, բա մեզ ասում են մենք հեսա վարչապետ ենք դառնալու։ Իսկ այսպես ասենք փողատեր մարդկանց Հայաստանում ձեր կարծիքով ի՞նչն է բերում քաղաքականության մեջ, նրանք ինչ-որ վեհ նպատակներ ունեն, թե ուզում են իրենց բիզնեսները պաշտպանել։ Ես այսպես ընդհանրական բանեմ։ Մի խումբ կար։ Իդեպ ՔՊ-ում էլ որոշ փողատերեր կային։ Մի խումբ կար, տենց այսպես փող աշխատելու համար խոշոր գործարանների տներով անցնում էին ու իրենց համոզում էին, որ այ հենց իրենք պետք է Հայաստանի փրկիչը դառնան, ում կպավ հիմա։ Այսպես էլ գալիս են քաղաքականություն։ Հետո ձև կա համոզելու, շատ պրիմիտիվ տեխնոլոգիա է, ես բարձրաձայնում եմ, որ մեծահարուստները գոնե լսեն, իմանան իրանց հետ ոնց են վարվում։ Որպես մոդել Իվանիշվիլին են միշտ բերվում, որպես հաջող օրինակ, չէ՞։ Սենց են անում, չէ։ Շեֆ, դե մենք հաշվել ենք հարցումներ են կարեբան, ժողովուրդը քեզ տենում է։ Հետո եթե չգայես էլ մի 5 հոգի, 10 հոգի խորհրդանում ունենաս, դու քաղաքականապես պաշտպանված կլնես, իշխանությունները քեզ չեն նեղի։ Դա շատ լավ կլինի։ Այսինքն հնարքներ կա, քաշում են, էլի բերում են, փողերը վերցնում են, ձևացնում են, որ հավատում են, որ հաղթելու են, բայց իրականում իրենց մեկը իրանք կարևոր է այդ ընթացքում
մի լավ փող են աշխատում։ Հիմա ցավոք սրտի այս նույն process-ը ես տեսնում եմ։ Ցավոք սրտի նույն դերակատարներով։ Տեսեք, հիմա դուք գործող падգամավոր ձեր անձնական այսպես պլանից կխոսենք, բայց նաև մարդկանց հետ շփվելով, հա, դուք գրել եք, որ ժողովրդին խափողներ եւ ազգացիներները սնկի պես աճում են ընտրություններից։ Հա, իբր դուք չգիտեք, դուք էլ գիտեք, էլի որ աճում են։ Եկեք ես լռեմ, դուք խոսեք։ Այդ ձեր կարծիքով ինչպես պետք է քաղաքացին կողմնորոշվի, այս քաղաքական գործիչը ստում է, խափում է իրեն պոպուլիզմով զբաղվում, այս մեկը ճիշտ է ասում եւ այլն, չէ՞ որ հիմա ամեն օր մարդիկ այս ալիքը փոխեն, ուրիշը միացնելու են ինչ-որ ոսկե սարեր, ոսկե գետեր եւ այլն։ Շատ լավ հեշտ տարբերակ կա։ Ուր էր այդ մարդը այսինչ ժամանակ, ուր էր այդ մարդը այնինչ ժամանակ, այսինչ ժամանակ ինչ էր ասում, այնինչ ժամանակ ինչ էր անում։ Շատ հեշտ է գտնել ձևը։ Ուղղակի պետք է մի քիչ այդ գործիքներից կարողանալ օգտվել արխիվային նյութերից, Google-ի, YouTube-ի, չգիտեմ, հեշտ, այնքան հեշտ է, մի հատ բան ես գրում, արխիվը բերում է, գետերում ես ոնց, այստեղ են, ասում եմ, մենք ես պիտի անենք, ես մի անգամ էլի ասել եմ, երկու անգամ, ասել եմ Արտաշես Գեղամյան այդ տրյուկը արել է, վերադարձնելու ենք ավանդները, բացելու ենք սովետական գործարանները, այդ տրյուկը ինքը տարիներ առաջ արել է, հաջողության ասել է, ագին ձենա։ Վանաձորի Քիմբրոմն էլ երևի կբացվի այս տարի։ Էս մի արեք, իրոք ամոթ է, իրոք չի կարելի, անդադ ասել բանը, ախր գիտեք, ինչից եմ ես անկեղծ նեղվում եմ, երբ որ մարդ գիտի, որ Տավուշից որևէ հող չեն տվել Ադրբեջան, այսինքն Տավուշի մարզի հողից չեն տվել, բայց ասում են ասենք, հատեք մի 10 հոգի էլ որ հավատա 10-ը ձենա, էլի, բայց բեր ասենք։ Դե Մայրաթորն էլ իր այդ օրերի հայտարարության մեջ ասել էր Տավուշից գյուղեր։ Հեղինակավոր կառույց։ Այն նույն Մայրաթորն էլ այն նույն անպաշտպան գործարարի տուժածն է, էլի։ Սողոսկում են, ասում են, բան, գիտես, բան, հայ, ուզում են եկեղեցին վերացնեն, ուզում են էս անեն, ուզում են այն անեն, երբ որ ես մի շատ խելացի տաղանդավոր սարկավակ կա, որը բացահայտ չի խառնվում այս գործերին, բայց եկեղեցու խնդիրների մասին գրառումներ է անում, ես այդ երիտասարդին ճանաչում շատ խորը, փոխանակ այդ տղուն հիմա Գերմանիա ասպիրանտուրա է սովորում, ինչքան գիտեմ, աստվածաբանություն, եզակի մեր հոգևորականներից է աստվածաբանություն է սովորում։ Կանչեն ասեն Սամվել ջան, այս ինչ բաներ ես ասում, ոնց իրոք sense խնդիրներ ունի մեր եկեղեցին։ Թող ընդդիմությունը կանչի, բայց չէ, ախր խնդիրը գիտեք որն է, անկեղծ եմ ասում, սա ոչ ընդդիմության խնդիրն է, ոչ իշխանության խնդիրն է, ոչ եկեղեցու, ոչ էլ աթեիստների։ Սա մեր հասարակության ցածր աշճանի զարգացվածության հետևանք է։ Այսինքն մենք սենց ենք դատում։ Ռոբերտը իմ ընկերն է, եթե ինքը ասում է, ձիերին պետք է կերակրել Վարսակով, ինքը տաղանդավոր տղա է, միայն Վարսակով։ Եթե Ռոբերտը մեր ընկերը չի, մենք ասում ենք այդ տղա Ռոբերտ, դու մի քանի վատ արտահայտություն, այս որ թիվն է, որ ձիերին մենակ Վարսակով, դու տեղյակ չես, որ նոր տեխնոլոգիա, այ Եսուս քո սենցնուն ենցը, այ մենք ամեն ինչում տենց ենք, կաթողիկոսը մեր ընկերն է, պաշտպանում ենք, մեր ընկերը չի, չենք պաշտպանում, վարչապետը մեր ընկերն է, պաշտպանում ենք, մեր ընկերը չի, չենք պաշտպանում, ոչ թե ասում ենք, այս մարդը ինչ արեց, ոնց որ ինձ են ասում են, ոնց է 21 թվին չէիր պաշտպանում Նիկոլին, 23 թվին պաշտպանում ես։ Ես նախ Նիկոլին չեմ պաշտպանում, Նիկոլի արածն եմ պաշտպանում կամ արածը քննադատում։ Եթե ինքը ճիշտ որոշում է կայացնում։ Ես ասեմ, հա, դե որ սա Նիկոլն է, ուրեմն ես պետք է իրան քննադատեմ։ Դե շատերի համար շոկ էր, որ դուք այդ վերափոխումը ապրեցիք։ Ախր ես վերափոխում չեմ ապրում, Ես ասենք անում էր սխալ, ասում էի սխալ ես անում։ Անում է ճիշտ, հիմա մի սխալ բան անի, ասենք որոշեն ֆուտբոլը Հայաստանում փակեն, ես կսկսեմ քննադատել։ Կամ չգիտեմ, որոշեն ես իմ Հայաստանում թույլատրել ինչ, ասենք կենթանիների ցլամարտը գնալու եմ քննադատել։ Իսկ թրքացում են չեք քննադատում այսօր։ Այ ամենազզվելի, գիտեք, ես
Սենց նայում եմ, ասում եմ, այս 3 թե 3 չառաջորն էլ բան էին արել։ Սենց սիրուն թանկ թղթերի վրա դիզայն արած օպերայի շենքը Ադրբեջանի դրոշով, հրապարակը Ադրբեջանի դրոշով, Արարատ սարը Ադրբեջանի դրոշով ու գրում էին ապագա կա, իբր թե բան են, ԿՊ-ին են կամ Նիկոլին են քննադատում։ Արա ձեր ձեռը ոնց է գնացել։ Արարատի վրա Ադրբեջանի դրոշը դնել, այ կեղծ հայրենասերներ, ձեր ձեռքը ոնց է գնացել օպերայի շենքի վրա պատել բա դուք եք հայրենասեր, այ կեղծ փողով հայրենասերներ։ Այդ տենց հայրում, ինձ սպանես այդ բառերը ես չեմ ասում։ Այ իրանք անդադ, ոնց չես սիրում են, այն որ կնանիկ կան, սիրում են, որ մարդիկ տփում են անդադ իրանց, որ չի տփում ներվայնանում է։ Հասցրեց ես չեմ հասկանում, այ մեր խնդիրը էստեղ է կա։ Կամ էլ քննադատում են իշխանության քաղաքականությունը Ադրբեջանի Թուրքիայի նկատմամբ թրքացման այդ բառը ձեզ ինձ թվում է ծանոթ է արժենիստերից է շեղած։ Հա, ասում եմ, զզվելի արտահայտությունը։ Հիմա ես բոլորին հարց եմ տալիս։ Իսկ դուք ինչպես եք պատկերացնում Հայաստան պետության գոյությունը առանց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ նորմալ կանխատեսելի միմյանց նկատմամբ հարաբերությունների հպարտ եւ արժանապատիվ հարաբերություններ, որտեղ Ռուսաստանը կունենա առանցքային դեր։ Ոչ թե Ռուսաստանը կունենա, այլ իրանք այսպես են ասում են ժողովուրդ ջան, հայրենասիրությունը դա հարևան երկու երկրներին հայհոյելն է։ Այդ արևան երկրի բնակչին ազգությանը հայհոյելն է, դա է հայրենասիրություն։ Դուք պետք է իրան ատեք, այ դա հայրենասիրություն է։ Եվ եթե մի երկիր կա, որը մեզ այդ շնորհքը տալիս է զրկելով մեզ ամբողջական կամ կիսատ, առավել հավանական ամբողջական անկախությունից, բայց ձեզ թույլ է տալու, որ հայոյեք։ Ոնց թե դուք դրանից հրաժարվում եք։ Ոնց։ Այսինքն Ռուսաստան մեզ կպաշտպանի եւ մենք այսպես պաշտպանված դիրքերից, հա, Վանդակից դու ինչքան ուզում ես, բայց ինքը որոշելու է դու երբ պետք է հայոյես, թե չէ, ոնց որ մինչև 1963 թվականը չէր կարելի Թուրքիայի մասին որևէ վատ բան ասել։ Նույնիսկ հարևանների մենք ինչ էինք անում, ջուր էինք տալի։ Այդ մասին ֆիլմ կա։ Ինչու է աղմկում գետը, Աթանասի պատմությունը։ Հիշում եք, որ ցույց է տալի, որ Արաքսի ջրերը պետք է տանք հարևաններին, որովհետև իրանց մոտ երաշտ տա։ Այսպիսի դաստիարակություն էր գնում։ Նաև։ Հետո ինչ որ պահ եկա, որ պետք է որ հայերը վախեն հարևան Թուրքիայից եւ հիշեցին ցեղասպանությունը։ Ես որ իմ ընկերներին, ծանոթներին ասում եմ, գիտեք, ես Արեշում եմ ծնվել մեծացել։ Արեշում։ Տատիկ պապիկներ կային, որոնք եկել էին Արևմտյան Հայաստանից, Պոլիսի կողմերից, Զմյուրնայից, Իզմիրից։ Ես եւ 7-10 տարեկան երեխա էի։ Այդ պապիկ տատիկներից շատերը իրար հետ քրդերեն ու թուրքերեն էր խոսում։ Իրար հետ իրանք քրդերեն ու թուրքերեն են խոսում։ Ավելին, իրանք չգիտեին, որ իրանք ցեղասպանության են ենթարկվել։ Ասում այդ հետո մենք իմացանք, որ մեզ ցեղասպանել են։ Ասեցին, դե պետք է գետը անցնեք գնաք։ Ժողովրդի այդ մակար։ Իհարկե հիմա կասեն երկու, չէ, չեմ երկում, եղել է շատ վատ բան, ահավոր վատ բան, ցեղասպանություն։ Աշխարհում չտեսնված ցեղասպանություն եւ մենք զրկվել ենք մեր հայրենիքի մի մեծ հատվածից ապրելու այնտեղ։ Բայց լավ, մենք մի օր պետք է սառը նստենք, ասենք, լավ, մենք այդ ինչ աշճանի էինք որպես հասարակություն քանդվել, որ մեզ ցեղասպանեցին ոչ կանոնավոր բանակի օգտագործմամբ, որովհետև թուրքական կանոնավոր բանակը երկու ճակատով կռվում էր երկրորդ համաշխարհայինի ժամանակ։ Բայց չնստենք, քննարկենք այդ հարցը։ Բայց չնստենք, քննարկենք, թե ինչու էին գլուխները կախ գյուղերով բռնել անապատի ճանապարհը։
ու երբ որ ինչ-որ մեկ ասում է ժողովուրդ, եկեք հետ դառնանք, ասում են դու ով ես, որ պետության հրամանը չկատարես։ Բայց չքննարկենք սա։ Բայց չքննարկենք, ասենք տաբուներ կա, բայց պետք է խոսած, չքննարկենք, թե ինչու էր Հայաստանի համար կարևոր, Հայաստան պետության համար կարևոր ճակատագրական պահին զորավար Անդրանիկը Դիլիջանում քեֆանում ու ասում ինձ հետարքիր չի, այստեղ ինչ է կատարվում։ Բայց չուսումնասիրենք, բա էլ ինչ անկախ պետություն, եթե մենք մեր գոնե նոր ժամանակի պատմությունը չուսումնասիրենք, հասկանանք ինչ էր կատարվում։ Այդ ոնց եղավ, որ իգդիրում նույն թուրքական զորքերին, Սարիղամիշում, մենք հետ շպրտեցինք նույն պահին։ Այդ մասին ոչ մեկ չգիտի, շատ քիչ մարդիկ գիտեն։ Պատմության դասագրքերում այնքան վատ է տված, բայց Կարսը այսպես առանց կռվի տվեցինք։ Բա եթե մենք մինչև 2020 թվականը ուսումնասիրած լինենք, 2020 չէինք ունենա մենք։ Այսենց բաներ կա, ասում են, չէ, ոնց թուրքացում, Ադրբեջան, այսինքն ձեզ թվում է բաները, գերմանացիները լեհերին քիչ են եղել, քիչ են սպանել։ Մեղմ ասած։ Ես մեղմ եմ ասում, էլի, այնքան մեղմ եմ ասում, թվերներ չեմ ասում, որովհետև կավա հիմա ինձանից լեհերն ու գերմանացիները նեղանան։ Իսկ գիտեք հունգարների ու չեխերի պատմությունը, ավստրիացիների ու սլովակների պատմությունը, գիտեք, կամ էլ չգիտեն, կամ Ֆրանսիա, Անգլիա, բայց ինչ-որ մի պահի ասում են լավ, ստոպ, բայց մեզ ինչ են անում։ Հենց ասում է, ինչ հնարքներ են կիրառում։ Ասում է, ոնց, դուք արունը մոռանում եք, ախպեր, լավ, չեմ մոռանում։ Ու ես գնում եմ մի ադրբեջանցու եմ սպանում։ Հետո այն ադրբեջանցին իր արունը չի մոռանում։ Ինքն է գալիս մի այլ հայի է սպանում։ Ու այսպես մենք ինչքան ենք պատրաստվում այս պտույտը կատարենք։ Ով գիտեք, ես մեկ էլ մի բան եմ նկատել, սենց ասում է շեղվեցինք բուն թեմայից, ասեմ։ Որպես կանոն պատերազմի ջատագովները գիտեք ովքեր են։ Ես նկատել եմ, ովքեր ամուսնացած չեն։ Ու մեկ էլ ում երեխաները արտերկրում են։ Ես կասեի, ովքեր չեն ծառայել նաև։ Էդ էլ կա։ Էդ էլ կա։ Պայթյունի ձեն չեն լսել, կողքին զոհված ընկեր չեն տեսել։ Այնքան բան կա, որ անդադ պիտի ասեմ, եւ ես մի բան եմ ուզում ասեմ, դուք հարցը տվեցիք, մեր ժողովուրդը պիտի հասկանա, որ խաղաղությունը ինքը մանկահասակ երեխայից էլ ավելի շատ խնամք է ուզում։ Սխալ արեցիր, կարող է կորցնես։ Դու զգուշ պետք է լինես, անդադար։ Եթե մենք ուզում ենք պետություն ունենանք, եթե դու պետություն ունես, դու արդեն արժանապատիվ ես, դու պիտի գտնես հարևանների հետ բանաձևը։ Արժանապատիվ, ցավոք սրտի, երբ որ ասում ես դու պիտի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ, հասկանում են, ասում ես գնա անգի ոտի տակը, փաթաթվի, չգիտեմ ինչ արա, չէ, նորմալ հարաբերություններ հաստատի, նորմալ, կանխատեսելի, հայկական ասացվածք ունենք, վերմակդ, չէ, ոտքդ վերմակից չափով մեկնիր, հա, բայց մենք մեր ոչ վերմակի չափը գիտենք, որ մեր ոտքի չափը գիտենք, բայց մեծ խոսում ենք, մենակ մեծ խոսում ենք, պատմություն չգիտեմ, մենակ ասում են մեր հողերը, որ ասում ես ընկեր, որ թվականի հողերի մասին ես խոսում, որ թվականի քարտեզներով, որ թվականի պետությամբ, ասում դե ծովից ծով Հայաստան, ասում եմ դու գիտես, որ ծովից ծով Հայաստան չի եղել ընդհանրապես, եթե էդ ես ուզում ասես, ծովից ծով Հայաստան չի եղել, եղել է լճից ծով Տիգրան Մեծի ժամանակ մի 20 տարի։ Էդ էլ չգիտեն, դրա համար ինչ պետք է, դպրոցում պետք է պատմությունը լավ սովորեն, ֆիզկուլտուրային պետք է լավ սովորեն, որ հասկանան ուժը ինչ է, ուժի ճիշտ տեղաբաշխումը ինչ է, որ վազքի ժամանակ 10 կիլոմետր վազեն, մի անգամից չի կարելի վազել ու ընկնել։ Այնքան բան կա, որ պետք է անենք, բայց ես գիտեմ, որ եթե ընտրությունների մասին ենք խոսում, մեր ժողովուրդը այդ
5000-ամյա իմաստությունը այդ պահին բերելու առաջ ու ճիշտ ընտրություն անի, բայց ես նաև իշխանություններից պահանջում եմ, կոչ եմ անում բռնել փող բռնող տղեկի ձեռքը, այսպես ասած 10-ով շիկների, որոնք արդեն սկսել են ակտիվ աշխատել։ Փող բռնողների, հասկանում եք, իրանց այս պատերազմը դաշ չեղավ։ 5 տարի է անցել ընդամենը։ Իրանք նորից ուզում են ապրել այն կյանքով, որով ապրել են։ Իրանց հետաքրքիր չի, թե այդ փող բռնելու արդյունքում ով է գալու իշխանության ու Հայաստան պետության հետ ինչ ա եղել։ Իմ տղեն, իմ ապգարը չի զոհվել նրա համար, որ ես թույլ տամ, որ մի քանի տականք գնան փող տան ինչ-որ մեկին, ասեն արի պրոստը սրան ընտրի, որովհետև մենք փող ենք աշխատում այդ բանը։ Իսկ թե հետո այդ փող բաժանելու արդյունքում պետության հետ ինչ ա լինելու, իրանց հետ ինձ կասեն ախպեր, մենք էլ սենց ենք փող աշխատում, չէ, տենց փող չեն աշխատում, սենց փող չեն աշխատում, դա անբարոյականությունն է, այդպես փող չեն աշխատում, Շնորհակալ եմ զրույցի համար, Factor TV-ում հյուրընկալել ենք Գեգամ Նազարյան։